Ողջույն, ծովահայերն է եթերում ձեզ հետ է Աննա Մարտիկյանը, մեր եթերի ծովահայն է նավապետ Կարեն Բալայանը, բարև ձեզ պարոն Բալայան։ Բարև ձեզ։ 17-րդ դարում հայտնի եւ շատ գրողների նախատիպը դարձած նավապետ Ուիլյամ Քիդը գրավում է ոսկով, արծաթով ու բազմատեսակ ուղեբեռով բարձված Քեդեխ Մերչանտ Կվեդա Մերչանտ տարբեր աղբյուրներում տարբեր է նշվում առևտրային Արագաստանավը, որը պատկանում էր հայ վաճառականներին, բայց այս խոշոր պատառը մնում է նավապետ Քիդի կոկորտին եւ նավապետ Քիդը ծովայինից վերածվում է ծովահենի եւ դատապարտվում մահվան։ Արդեն 300 տարի աշխարհում փնտրում են նավապետ Քիդի գանձերը։ Նավապետ Քիդի կամ ավելի ճիշտ է ասել հայ վաճառականների գանձերի հետքերով արկածային ճանապարհորդություն են կատարել նաև հայ ծովագնացները։ Պարոն Բալայան, կպատմեք այդ նավագնացության մասին, բայց նախ կծանոթանանք մի փոքր հատված այն ֆիլմից, ինչը դուք ձեր ճանապարհորդության ընթացքում պատրաստել եք եւ կոչվում էր Կարիբյան ծովի ծովահայերը։ Ծանոթանանք ֆիլմից հատվածի, այնուհետև կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք զրույցը։ Եվ այսպես մենք երկար ճանապարհ ընկանք դեպի հարավ, դեպի արևմտահնդկական կղզիներ։ Առաջին 2 օրը եղանակը լավ էր, եւ չնայած սառը օդին, նավարկությունը անցնում էր բավականին հանգիստ։ Ծոցից դուրս գալուց անմիջապես հետո մեզ միացան դելֆինները եւ երկար ուղեկցում էին։ Լավ նշան է։ Երրորդ օրը սաստիկ փոթորիկ սկսվեց։ Հսկայական ալիքները դեսուդեն էին շպրտում մեր փոքրիկ նավակը։ Բայց փոթորիկը համընթաց էր, եւ մենք նրա հետ քայլ առ քայլ մոտենում էինք մեր նպատակին։ Վերջին կանգառը մայր ցամաքում Ֆլորիդան էր։ Ջրի, մթերքի եւ այլ պաշարները լրացնելուց հետո հունվարի 23-ին դուրս եկանք Ֆորտ Լոթերդեյլից եւ հատելով Գոլֆստրիմը այդ հսկա գետը օվկիանոսում ուղևորվեցինք դեպի Բահամյան կղզիներ։ Այնուհետև անփորձանք անցնելով Բերմուդյան եռանկյունի միջով դեպի Կարիբյան ծով։ Օվկիանոսի շունչը օրեցօր դառնում էր ավելի ու ավելի տաք։ Ատլանտյան օվկիանոսի մեջ կորած փոքրիկ անմարդաբնակ մի կղզի Conception անունով։ Այն դարձավ մեզ համար հերթական տաքստոց փոթորիկից։ Երեկոյան բարեհաջող անցնելով ռիֆերը մենք մտանք լագունա եւ խարիսկ սկսեցինք արդեն բարձրարձակ մթության մեջ։ Սա առաջին գիշերն էր վերջին մի քանի օրվա ընթացքում, որ քնեցինք։ Լուսաբացին մեր առջև բացվեց մի հովերգային տեսարան, որ կարծես գեղանկարչական պատկեր լիներ։ Մի կղզի, սպիտակ ավազոտ ափով, որից մեզ բաժանում էր լագունայի փիրուզագույն ջուրը։ Որոշելով հետազոտել կղզին, մենք վաղ առավոտյան ոտք դրեցինք կղզու փուսական սպիտակ ավազին։ Սուր կորալները, մանգրի խիտ անտառները եւ փշոտ կակտուսները դժվարացնում էին մեր տեղաշարժումը, սակայն մեր մեջ հայտնվեց մի նոր անփոխանցելի զգացում, առաջին հայտնագործողի, հետազոտողի։ Մենք կղզու վրա ենք, Ատլանտյան օվկիանոսի մեջտեղում գտնվող անմարդաբնակ կղզու վրա։ Ցնցող զգացողություններ։ Մենք առաջին հայկական արշավախումբն ենք, որ հետազոտում է այս կղզի։ Բայց մեզ սպասում էր մեր նավը, մեր նավարկության նպատակը։ Հրաժեշտ տալով մեր փոքրիկ կղզուն, մենք շարունակեցինք նավարկությունը։ Երկու օր անց տեղի ունեցավ մի զարմանահրաշ հանդիպում։ Հսկա կետը կազմակերպեց մեզ համար
ակրոբատիկ ներկայացում ջրի վրա, որը տևեց մի քանի ժամ։ Եվս մի քանի օր եւ հորիզոնում հայտնվեց Իսպանիոլա կամ Հայիթի կղզին։ Իդեպ այս կղզին 1492 թվականին քարտեզագրել է Կոլումբոսը։ Կղզուն մոտեցանք արդեն ուշ գիշեր։ Կղզու հյուսիսային ափին միակ նավահանգիստը դա Սամանա ծոցն է։ Մեր նավարկության նպատակին շատ քիչ էր մնացել։ Մենք արդեն հասել ենք Հայիթի կղզին։ Մնացել էր ընդամենը հասնել նույն կղզու հարավային ափը։ Շուտով երևաց մեր նավարկության նպատակը՝ Կատալինա կղզին, որտեղ ենթադրաբար գտնվում է հայկական նավը։ Մենք պատրաստվում էինք նավի հետ հանդիպմանը։ Երբ սկսեցիք ճանապարհորդությունը, ինչպես որոշեցիք դուք նույնպես գնալ հայկական ժառանգության հետքերով եւ ինչպիսի արկածներով հարուստ ճանապարհ անցաք։ Դե այդ պատմությունը քիդի վերաբերյալ, հայկական նավի վերաբերյալ համեմատաբար հայտնի էր, որովհետեւ բավականին մեծ քանակությամբ փաստաթղթեր են մնացել եւ պատմությունը հայտնի է։ Հարցը մինչեւ վերջի պահը անհայտ էր մոտավորապես որտեղ է խորտակվել այդ հայկական հայերին պատկանող նավը։ Մոտավորապես հաշվարկել ենք կասկածելի մի քանի տեղեր, որտեղ որ ինքը խարիսք է գցել, պահպանվել է այդ ինֆորմացիան, տեղեկացված ենք աղբյուրներից, հաշվարկել ենք եւ որոշել ենք այդ պահին մենք 2007 թվի մասին է խոսքը, ծանոթացանք Պավել Գալումյանի հետ, իր կնոջ Իզաբելայի հետ, որոնք ունեին Առագաստանավ եւ ուզում էին, որ դա հայկական դրոշակի տակ նավարկել։ Ծանոթացանք, մենք պատմեցինք այդ պատմության մասին, հետաքրքրվեցին եւ որոշեցինք միասին ձեռնարկել այդ արշավը, նավարշավը։ Իրանք կազմակերպություն ունեին, որը կոչվում է Անահիտ, եւ Առագաստանավը կոչվեց Անահիտ։ Եվ փաստորեն 2007 թվականին մենք մեկնեցինք ԱՄՆ, մոտ 20 օրվա մեջ նորոգեցինք նավը, կարգի բերեցինք, որպեսզի հնարավոր լիներ օվկիանոսով նավարկել, եւ մեկնեցինք, հասանք, իդեպ Իսկ ինչպես եք հաշվարկել, թե որտեղ հնդկական օվկիանոսում, հա, այդ ամբողջ հնդկական օվկիանոսում որտեղ կարող է խորտակված լինել։ Տեսեք, ասեմ, այնտեղ կան նաեւ հոսքեր, կան նաեւ ուղղություններ, քամու արագություն, հոսքերի արագություն, արդյոք չեն փոխվել այս 300 տարիների ընթացքում եւ հնարավոր է ձեր թեկուզ մասնագիտական հաշվարկներով նույնականանար։ Տեսեք, ինչպես ասացի, տեղեկություններ կային այդ նավի մասին, վերջի մեր ուշադրությանը արժանացան վերջի օրերը, վերջի իրադարձությունները, որ կապված են նավի եւ գիդի հետ։ Ուրեմն երբ որ այդ դեպքը պատահեց, այսինքն քիդը արևանգեց մեր նավը, մերոնք հայ արևտրականները բողոքեցին թագավորին, այն ժամանակ Ուիլյամ թագավորն էր Անգլիայի, բողոքեցին եւ ամիջապես Հնդկաստանում, որ հնդիկները շատ տեղացիները շատ լավ հարաբերություններ էին պահպանում հայ վաճառականների հետ, եւ տեղում եվրոպական ընկերությունը Անգլիայի սկսեց կորուստներ ունենալ ֆինանսական։ Հենց իրանք սկսեցին նույնպես նամակագրությունը աշխուժացավ, իրանք սկսեցին նամակներ գրել Անգլիա, որպեսզի հարցը լուծեն, որովհետեւ ուղղակի հրաժարվում էին իրենց հետ գործ ունենալը, որովհետեւ շատ հարգված մարդիկ էին։ Նավապետ քիդը վայելում էր Անգլիայի թագավորի Ուիլյամ թագավորի հովանավորությունը։ Այո, գրավոր հովանավորությունը եւ ուներ կապերության վկայական, բայց այդ ամեն ինչով հանդերձ հաղթեցին դատական գործը, շահեցին հայ վաճառականները։ Ինչու՞։ Դա պայմանավորված է նրանով, որ չունենալով պետականություն 1700 թվականին մենք հարստացնում ենք
եվրոպական կապիտալը, հայ վաճառականները, թե հայ վաճառականների դիրքից հենց ծովային առևտրում։ Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ դա արդյունքներ այն բանի, որ անգլիացիները բոլոր դեպքերում փորձում էին պահպանել օրենքի ուժը, որովհետև կարևոր է այն է, որ գիդը հաղթել է օրենքը, որովհետև ինքը ուներ կապերական վկայական թագավորի կողմից, ոչ միայն իդեպ դա նշանակում է, որ ինքը պետականորեն իրավունք ուներ թալանել արդեն այդ դեպքում չի ստացվում, բայց արգրավել հակառակորդի նավերը, այսինքն ֆրանսիացիների, որովհետև պատերազմի մեջ էին, պատերազմում են Ֆրանսիայի հետ, բայց ոչ հայերի, որովհետև հայերը չէին պատերազմում Անգլիայի դեմ, նամանավանդ այն ժամանակ պետականություն մենք չունեինք, բայց դրա հետ մեկտեղ մենք ունեինք պայմանագիր անգլիացիների հետ, որ այդ պայմանագրով հայերը ճանաչվում էին հավասար գործընկեր անգլիացիների, այսինքն այդ պայմանագիրը արդեն մեզ դասում էր անգլիացիների կողմնակից։ Հետևաբար դա շատ կարևոր էր անգլիացիների համար, որովհետև իրանց հեղինակությունը կընկներ, եթե իրանք ուշադրություն չդարձնեին պայմանագրին։ 300 տարի անց մենք շատ դասեր ունենք քաղելու։ Այո։ Միջազգային պայմանագրեր կնքելու հարցում։ Այո։ Մեր ռադիոլսողին եւ հետևորդին շատ հետաքրքիր է, թե ինչպես գնացիք փնտրելու եւ որտեղ պետք է լիներ այդ։ Հետևաբար ոնց որ ասեցի, մենք ունեինք տեղեկություններ վերջի իրադարձությունների մասին կապված այդ նավի հետ, ուշադրությունը հենց սևեռվել է այդ իրադարձությունների վրա, բայց հետաքրքիր է, որ բառացիորեն մեր ճամփորդությունը սկսելուց բառացիորեն 1 օր առաջ մենք ինֆորմացիա ստացանք, տեղեկություն ստացանք, որ նավը գտնվել է։ Դա փաստորեն ոնց որ սառը ջուր լսնեին մեր գլխներից, բայց հետո ստապ մտածեցինք, որ դե եթե գտնվել է, ուրեմն մեր գործը կհեշտանար, որովհետև քաջ գիտակցելով, որ նավը խորտակված նավի որոնումը պարտադիր չի, որ մենք կարողանայինք գտնել, կամ շատ երկար ժամանակ պետք է որոնեին, կամ ընդհանրապես այդ ոնց որ ասեղը բանի մեջ ինչ-որ բալկի մեջ, դա շատ հարաբերական է, ուղղակի պրոցեսն է հետաքրքիր, բայց հետո պարզվեց ինչ պատճառը ինչն էր, ուրեմն արդեն տեղում պարզեցինք, որ տեղացի ձկնորսներից մեկը պատահական գտավ եւ հայտնեց դա Կարիբյան ծովի մոտակայքում։ Այո։ Հենց Կարիբյան ծովում եւ հայտնեց ուրեմն ղեկավար մարմիններին, իրանք հայտնել են ամերիկացիներին, ովքեր Ինդիանա համալսարանի Չարլզ Բիկերին, ով որ համագործակցում էր Դոմինիկյան Հանրապետության ղեկավարության հետ, հնագիտական, այդ պատմական ստորջերա հնագիտության ասպարեզում եւ իրանք նախնական նույնիսկ արդեն մի անգամ տեսել են ամեն ինչը եւ երբ որ մենք պատրաստվում էինք ճամփորդությանը մեկ կամ երկու անգամ եկել են ժուրնալիստները եւ իմացել են որ տենց բան կա հարցազրույց են վերցրել ինչ որ ինֆորմացիան գնացել է բաց եթեր sense ասենք եւ ենթադրում եմ որ որպեսզի այդ ժամանակ եթե մենք հասնեինք ու գտնեինք առավելությունը մերն էր, այսինքն հայտնաբերողը մերն էին, իրանք աշխատեցին շուտ ինֆորմացիա տալ, որ արդեն իրանք են գտել ոչ թե։ Բայց այսպեսի մի նրբություն էլ կա։ Տեսեք, դա գտել են օտար երկրյա հնագետները, ստորջրյա հնագետները նաև եւ երբ որ օտար երկրյա գիտնականն է բարձրաձայնում, որ սա հայկական նավ է, դա ավելի ուրիշ տպավորություն է ստեղծում, արդյոք նույնը կլիներ, եթե մենք ինքներս գնայինք, գտնեինք եւ ասենք, որ սա հայկական քվեդամերչանտ կամ քեդեղ մերչանտ նավն է, նույն ընկալումը, նույն ընդունելությանը կարժանանար միջազգային գիտական ընկերության կողմից, այսպես ասած։ Ես կարծում եմ ի վերջո այո, բայց ոչ այդքան արագ։ Ինչի՞, օրինակ պետք է բերեմ, ուրեմն երբ որ ճամփորդությունից հետո հետ վերադարձանք Հայաստան, պատմում էինք, որ հայկական նավ է, մենակ հայերն էին հարց տալիս, որ ինչ գիտեք, որ հայկական է,
ու ես սկսում էի պատմել այդ պատմությունը եւ այլն, sense փաստաթղթեր եւ այլն, հետո երկարում էր, էլի չէին հավատում։ Ու մի անգամ տեսեք, մեզ մեր հայրենիքում չեն հավատում, մեր երկրում, այլուր մնաց, որ մեզ հավատան աշխարհում, այդ խնդիրն է կա։ Հետևաբար ես գտա շատ հեշտ պատասխան, երբ որ ասում են ինչ գիտեք, որ հայկական, ասում են ամերիկացիներն են ասել։ Վերջ, հարցը հանվում է վարքյանապես։ Այսինքն իրոք դա շատ կարևոր փաստ է։ Հետևաբար մենք արդեն տեղում, որ հասանք տեղ, մենք մեր տեղացի ընկերները ցույց են տվել ուղակի, մենք սուզվել ենք ու արդեն պատրաստի նկարել ենք եւ այլն։ Ձեր տեսագրության մեջ կա, իհարկե չկա 300 տարվա նավը պահպանված, բայց բավականին հետաքրքիր թնդանոթներ կային պահպանված։ Այն ժամանակ նավերը, առևտրական նավերը գրեթե համարժեք էին ռազմանավերին։ Պետք է պաշտպանվեին, այո։ Ինչպիսի բացատրություն կար, որ դա հենց թնդանոթներն են, որովհետև ամբողջովին ծածկված են կորալներով, մարջաններով եւ գրեթե դժվար է ջրի տակ մարջաններով պատված ինչ որ մի իր տարբերակել, դա ինչ կարող է լինել։ Տեսեք, առաջինը որ մի երկու թնդանոթ կային, որ առանձին էին ու հստակ մնացածը իրոք պատած էին կառալներով եւ դժվար էր կողմնորոշվել նամանավանդ հերից, պետք է մոտենաս ձերտաս ու զգաս, որ դա ինչ է։ Բայց մի երկու թնդանոթ առանձին էին պարկած ու ամիջապես կարելի էր կողմնորոշվել, որ դա թնդանոթ է։ Հետո երկրորդ հարց, ճիշտ եք ասում, որ առևտրական նավերը այն ժամանակ պաշտպանվելու կարիք ունեին եւ ունեին թնդանոթներ։ Բայց փաստաթղթերից գիտենք, որ երբ որ Ուիլյամ Քիդը արևանգեց մեր նավը Հնդկական օվկիանոսում, իր նավը, որը կոչվում էր Adventure Galley, բավականին հին նավ էր ու արդեն այդքան էլ լավ վիճակում չէր, իսկ Kidder Merchant-ը ավելի մեծ նավ էր, պինդ նորմալ սարկած եւ ինքը խորտակել է իր նավը, իսկ տեղափոխել է ինքը անձնակազմով տեղափոխվել է Kidder Merchant-ի վրա ու արդեն փաստորեն իր նավն է ծովահենների նավ է դարձել։ Հետևաբար թնդանոթները ոչ ոք դեն չի գցել եւ ինքը ուներ կրկնակի կրկնակի, բայց շատ ավելի շատ թնդանոթներ, այո, քանց թե կարիք ունեին։ Եվ թնդանոթներից որոշ մասը իրանք օգտագործել էին որպես բալաստ ու նավի ներքևի այդ տեղադրել են որպես բալաստ։ Հետևաբար, երբ որ հայտնի է, որ Քիդը, երբ որ վերջի օրերին այդ որ ասում եմ տեղեկություններ ունեինք իրադարձությունների մասին, երբ որ մերոնք նամակագրություն սկսեցին անգլիական ղեկավարության հետ, թագավորը հրաման է արձակել, որ հայտարարել է Քիդին ծովահեն եւ հրաման է արձակել, որ պետք է ինքը բանտ նստի, այսինքն պետք է ձերբակալվի ու բերվի Անգլիա։ Բայց չկա ոչ մի փաստաթուղթ, որ արգրավել է նաև այն գողոնը, այն ավարը, որը վերցրել էր հայ ծովագնացներից, հայ վաճառականներից։ Չէ, ինքը հայտնի է, որ վերցրել է, որովհետև ինքը անձնակազմը, այն մի քանի վաճառականները, որ կային նավի վրա, ինքը իջեցրել է ապ։ Այսինքն ինքը գիտեր պայմանագրի մասին եւ մեղմ ձևով է վերաբերմունք էր դեպի անձնակազմ եւ այսինքն ուրիշ ձև չկա, որ ասենք ուրիշ ելք չկա, ինքը ուղղակի վերցրել է այդ ամեն ինչը ինչ որ կար նավի վրա, այսինքն նավի մեջ նավի հետ տարել է իր հետ։ Հետևաբար, երբ որ ինքը հասավ Կարիբյան ծովի կղզիները, հենց առաջի կղզում, որ ինքը հասավ Սանտոմե, եթե չեմ սխալվում, հոլանդական կղզին, ուրեմն գավառապետը հոլանդացին արդեն տեղեկացված էր, որ իրան բանտ է սպասում, ինքը իրան զգուշացրեց, ասեց կամ պետք է դու գնաս տեղից, կամ ես պետք է ձերբակալեմ քեզ, որովհետև դու դատապարտված ես։ Իհարկե դրանից հետո ինքը հասկացավ, որ ինքը մի բան պետք է ձեռնարկի, ինքը թողում է նավը ուրեմն Իսպանիոլա կղզում, հիմիկվա Դոմինիկյան Հանրապետություն եւ մեկնում է Բոստոն, որտեղ որ ունի հովանավորներ,
որպեսզի տեսնի ինչ անում։ Հետևաբար դա վերջի անգամ էր, որ անձնակազմը տեսնում էր իր նավապետին, որովհետև Բոստոնում իր հովանավորները չէին կարող ոչ մի բան անել։ Իսկ ամենահզոր հովանավորներ Կոմս Բելամոնտը, որ նույնիսկ փողով ժամանակին օգնել էր իրան, ինքը ամիջապես ձերբակալեց եւ սկզբից տեղադրեց Բոստոնի բանտում, հետո քիչ անց տեղափոխեցին Անգլիա, որտեղ որ կայացել է դատը եւ այլն։ Հայրից հսկայական ոսկի արծաթ առգրավելով չկարողացավ իր կյանքը փրկել, բայց ինչ եղան գանձերը։ Հիմա տեսեք, համոզված եմ, որ ինքը գնացել է չէր կարող լրիվ գանձերը վերցնել, որովհետև շատ լավ հասկանում էր, որ եթե տենց լինի, ամբողջ գանձերը ամիջապես կկորցնի եւ արդեն իրանից կախված ոչ մի բան չի լինի։ Իսկ ինքը մտածում էր, որ ես կասեմ որտեղ է, դուք ինձ փրկեք, էլի, այսինքն տենց մի խոսակցություն երևի պետք է վարել, բայց չստացվեց իր մոտ։ Հետևաբար ենթադրվում է ոչ միայն մեր կողմից, բայց բոլոր հետազոտողները միաձայն համաձայն են, որ իսպանիոլա կղզուց մինչև Բոստոն ընկած կամ Նյու Յորք ընկած ճանապարհին 1000 ու մի անմարդաբնակ կղզիներ կան։ Այդ կղզիներից մեկում ինքը ուղղակի պահել է այդ գանձերը, որ մինչև հիմա չեն կարող գտնել։ Դուք գնացիք նաև այդ կղզիներով փորձելով գտնել, թե որտեղ պահած կլինի գանձերը։ Չէ, անիմաստի, որովհետև 300 տարի մարդիկ, ովքեր որ զինված էին ժամանակակից տեխնիկայով, չէին կարող գտնել։ Մենք իզուր ժամանակ էինք ծախսել ու մեզ համար գանձը հենց նավի մնացորդներ էին, որը որ մենք նկարանեցինք եւ շոշափեցինք այդ։ Իդեպ նավապետ մի հետաքրքիր դրվագ էլ կետի հետ լողալով, դելֆինների հետ լողալով դուք անցել եք նույնիսկ Բերմուդյան եռանկյունով, Բերմուդյան եռանկյունով անցնելիս ինչպիսի զգացողություններ կար, այդ ամբողջ միֆոլոգիան արդյոք ճիշտ էր թե չէ, որ անհետանում են, տակը խփում են, միգուցե ինչ որ հալչում են, տարբեր վարկածներ կար։ Ձեզ հետ ինչ կատարվեց, երբ որ անցաք Բերմուդյան եռանկյունով։ Ուրեմն նույնպես մեկ օր առաջ մեր դուրս գալու հերթական թերթում հերթական տեղեկություններ տեղադրվեց, որ գտնվել է մի նավ առանց անձնակազմի նորից, իհարկե Բերմուդյան եռանկյունից։ Այո։ Մեր վերջի կանգառը Ֆորտ Լոդերդեյլում էր, Մարիամի հյուսիսում, այնտեղ ինչ որ փոքրիկ նավակ էր գտնվել առանց անձնակազմի։ Տենց էլ չիմացանք ինչն է պատճառը, բայց մեր նկատմամբ Բերմուդյան եռանկյունը լավ դրսևորեցին, մենք առանց արկածների անցանք։ Իհարկե փոթորիկների մեջ էլի լավ շատ հետաքրքիր հիշողություն կա, այդ փոթորիկներից դժվար է քնել անընդհատ, պետք է քեզ պահես, քնելու ժամանակ չկա։ Ամենաարևելյան ուրեմն բաղայման կղզիներից ամենաարևելյան կղզիներից մեկը փոքրիկ Conception կղզի, ուղղակի լագունայի ինչ մտանք, այնտեղ երկու գիշեր քնեցինք մի քիչ, հետո նոր շարունակեցինք։ Ինչքան ժամանակ չէիք քնել։ Չէ, դե հարաբերական է, պարզ է որ շատ ես օգնում, մի քիչ քնում ես, բայց տենց այդ քունը չի որ հանգստանում ես։ Ուրեմն մտածում եմ, որ առաջի հայկական արշավախումբներ, որ հետազոտեց այդ անմարդաբնակ կղզին, իսկ մարդկության հետքեր էլ չկային այդ կղզում։ Չէ, տենց չի որ ինքը մոռացված եւ այլն, երևի թե կան մարդկության հետքերը, հիմա աշխարհով տենց տեղ չկա, որ չես գտնի, նույնիսկ եթե մարդիկ չեն գալիս, բայց այդքան շատ պլաստիկ շշեր են փոթորիկներով բերվում այնտեղ, որ իդեպ ժայռի վրա մեծ թռչունի բուններ, երևի ծովային, կարող է ալբատրոս էր կամ ֆրեգատ եւ այլն, օգտագործված բուներ, մեծ բավականին, մոտավորապես 1 մետր տրամագծով, դե ձվերի մնացորդները կային, այսինքն կլեպը, այսինքն ջուտերը երևի բարեհաջող թռնում էին այն ժամանակ։ Տարբերվում էր մեծ էին, թե չափերի։ Չէ, ջարդված էր, թե պետք է մեծ լինի, որովհետև բանը կլե, բայց լրիվ ձու չկար որ ասենք ինչ, բայց ինչ է ուզում ասել, այդ բունը, թռչնի բունը սարքած էր
պլաստիկ թելերից գունավոր, այդ կանաչ կապույտ դեղին որ լինում են, պլաստիկ պարաններից, որը որ օվկիանոս է բերել ափ։ Կղզում պլաստիկ թելեր։ Լրիվ այդ նկարը նույնիսկ պահպանվել է, շատ նմուշի համար մի հատ ճուղ չկար մեջ, շատ պարաններից շատ հարմար էր այդ պլաստիկ պարաներից։ Հետաքրքիր է։ Իսկ հնարավոր է այդ կղզում պահված լինեին գանձերը, փորձել եք։ Հնարավոր է, բայց տենց այդքան ժամանակ չունեինք լրիվ, շատ լավ գիտակցում ենք, որ սկսենք դրանով զբաղվել, մենք տեղ չենք հասնի ու շանսերը շատ քիչ են։ Ասում եմ, պրոֆեսիոնալ ձևով զբաղվող մարդիկ արդեն երկար ժամանակ փնտրում են ու չեն գտնում։ Մենք պրոֆեսիոնալ չենք։ Այսինքն մեր շանսերը 0 են հավասար։ Դուք ոչ թե պրոֆեսիոնալ չեք, գանձեր որոնելու մեջ։ Այո, հենց դրա մասին է խոսքը։ Գանձեր որոնողները պրոֆեսիոնալ են, իրանք որովհետև շատ լավ գիտեն եւ տեխնիկայի իհարկե առաջինը պատմություն, իրանք պատմական փաստաթղթեր եւ այլն, դա էլ պետք է հսկայական փորձ ունենաս, որովհետև ցանկացած գիտնական չի կարա այդ ուղղությամբ մարդիկ կան, որ շատ լավ նույնիսկ հոտարություն ունեն, թե ինչ ուղղությամբ գնալ, որ ինֆորմացիա։ Իսկ իրենց հետ էքստրասենսներ վերցնում են։ Կան նման տարբերակ։ Երևի, ես միտեղ ինչ որ հիշում եմ, չեմ հիշում կոնկրետ գիտի վերաբերյալ, թե բայց տենց բան կարծացել եմ միտեղ։ Հիմա չեմ հիշի ուղղակի։ Որ նաև պայծառատեսների օգնությամբ են փորձում։ Հետաքրքիր է, օգնել է թե ոչ։ Չէ, ոնց որ թե չէ։ Չի օգնել տվյալ պարագայում։ Մի հետաքրքիր բան էր ինձ հետաքրքրում, Նավապետ, իսկ երբ որ դուք գնում եք, ասենք, որևէ մայրցամաք, հա, նավով, պետք է հանգրվանեք, պարտադիր է, որ դուք անպայման իմանաք այդ մայրցամաքի կանոնները։ Անպայման։ Առաջինը թե կան ընդհանուր ծովային օրենքներ եւ ինչ չպետք է անել, որովհետեւ կարող է շատ մեծ տուժ ու տուգանքի ենթարկվեք աննախատեսելի ինչ որ բան անելով։ Չիմացող անծանոթ մարդիկ, անծանոթ նավարկողները հնարավոր է շատ մեծ խնդիրներ ունենան։ Իհարկե։ Տեսեք, իհարկե ամենակարևորը միջազգային օրենքները, որը որ նախ գիտենք, երկրորդը կան այսպես կոչված լոցաներ, որտեղ որ գրված է խորհուրդներ նույնիսկ, ոչ միայն օրենքը, այլ խորհուրդներ, որովհետև կան նախ քարտեզի վրա նշված են արգելված զոնաներ, իրավունք չունես մտնելու։ Դա կարող է ռազմական լինի, դա կարող է լինել ուղղակի հատուկ պահպանման գոտիներ եւ այլն, բնապահպանական ինչ-որ հարցերով լի։ Օրինակ, երբ որ մոտենում ես այդ իսպանիոլա կղզին, որը որ հիմա կոչվում է Գայիթի, կղզու կեսը Դոմինիկան Հանրապետությունը, կղզու կեսը Գայիթին է։ Ուրեմն հենց լոցայի մեջ, այսինքն այդ գրքի մեջ ուղեցույց։ Այնտեղ գրված է, որ խորհուրդ չեն տալիս մտնել Գայիթիի տարածքային ջրեր։ Որովհետև դա հնարավոր է կրակ բացեն ձեր վրա։ Հա? Հնարավոր է կրակ բացեն առանց զգուշացնելու։ Անհանգիստ, այո, դա նշանակում է վտանգավոր է։ Անտեղի կարող են կանգնացնել, ինչ որ թալանել եւ այլն։ Իդեպ, չեմ ուզում ասել, բայց նույնիսկ Եվրոպայում մի երկիր կա, որ նույն ձևի զգուշացնում են։ Չեմ ասի որը, բայց մենք չէ։ Նույնիսկ Եվրոպայում տենց երկրներ կան։ Եվ երբ վերադարձաք, առաջինը, որ ձեր մտքով անցավ առաջին ծրագիրը ինչ էր։ Առաջինը, որ պետք է պատմեինք, շատ հետաքրքիր պատմություն էր եւ մարդիկ ընդհանրապես չգիտեին դրա մասին եւ ի վերջո վաղուց էինք զբաղվում եւ պարզվում էր շատերը չգիտեին ու չգիտեին, որ այդ միակ մի դրվագն է, բայց մենք ունենք շատ հետաքրքիր պատմություն կապված հայ առևտրականների հետ, Հնդկական օվկիանոսում եւ ոչ միայն Խաղաղ օվկիանոսում եւ կապերը, որ ստեղծել են հայերը, այդ անկեղծ ասած դա մետաքսի ճանապարհի ջրային ճյուղ, որը որ զարգացավ շատ արագ ուշ
Այդ մետաքսի ճանապարհի գոյություն ունենալու վերջի տարիներին, վերջի դարերին կարելի ասել, դա ծովային ճանապարհն է, ուրեմն Չինաստանից եւ Հնդկաստանից մինչեւ Եվրոպա, ու հայերը շատ ակտիվ մասնակից են եղել այդ ճանապարհին։ Եվ Ուիլյամ Քիդի պատմությունը դուրս եկավ ջրերից, որովհետեւ ինքը շատ հայտնի ծովային էր։ Իսկ ինչպիսի պատմություններ դեռ դուրս չեն եկել ջրի երես։ 300 տարվա հայկական ջրասույս պատմություն ունենք, հարուստ պատմություն ծովերի հետ կապված եւ հայ վաճառականների հետ կապված։ Ցավոք մեր եթերաժամանակը մոտեցավ ավարտին եւ այս եթերի ընթացքում մենք չենք կարող խոսել նաեւ մեր հարուստ ժառանգության ջրասույս ժառանգության մասին Հնդկական օվկիանոսում եւ աշխարհի տարբեր ջրերում։ Խոստանում ենք մեր հետևորդներին եւ ռադիոլսողին եւս մեկ եթեր 300 տարվա հայկական ջրասույս պատմության մասին, որի հետքերով գնալու է նավապետ Կարեն Բալայանը առաջիկայում։ Մնացեք խաղաղությամբ։